Հուսադրող, սակայն ոչ բավարար։ Այսպես է կառավարության արդյունաբերական զարգացման և գնաճի զսպման քաղաքականությունը գնահատում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Իսկ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր ՍԼԱԿ մամուլի ակումբում նկատեց, որ առաջիկայում գնաճի առումով լավ բաներ կանխատեսել չի կարող։ Նրա դիտարկմամբ, որպես կանոն, նախընտրական շրջանում գնաճը որոշակիորեն մեղմվում է, իշխանական լծակներ են կիրառվում, սակայն արդեն հետընտրական շրջանում գների աճը նոր թռիչք է արձանագրում։ Եթե 27.7%-ով ավելացել է մեր արդյունաբերական ապրանքների արտահանումը, սա արդեն խոսում է այն մասին, որ մենք այս տարի կարող ենք ակնկալել մոտարապես 1.5 միլիարդ դոլարի համարժեք արդյունաբերական ապրանքների արտահանմանը, որտեղ այս տարի 2011 թվականին արտահանվել է 1.32 միլիարդ դոլարին համարժեք ապրանքներ։ Սպառողների շահերի պաշտպանին լավատեսական կանխատեսումներ կատարելիս խանգարում են ոչ միայն միջազգային շուկաներից եկող ռիսկերը, այլև հայկական իրականության մեջ առկա որոշ արատավոր երևույթներ, որոնց մասին բոլորը խոսում են, բոլորը գիտեն, որոնց լուծման ուղղությամբ սակայն առանցքային և ոչ մի բան չի փոխվում։ Դրանցից ամենահիմնականը շուկաների կենտրոնացվածությունն է մի քանի անձանց ձեռքում։ Օրինակ միս մսամթերքը 10%-ով, կատնամթերքը 7%-ով, ձեթը և ձեթի հետ կապված արտադրանքը բուսական ծագման 12%-ով, իսկ ռեկորդը սահմանել է շաքարավազը 35%-ով։ Բացի այդ, Արմեն Պողոսյանը կրկին նկատում է, որքան էլ վիճակագիրները գների բարձրացումները հաջողում են տեղափոխել 4.5%-ի սահմաններում, միևնույն է, այն առաջին անհրաժեշտության ապրանքների վրա շատ ավելի մեծ է, և նույն գնաճը շատ ավելի ծանր է նստում չունևոր խավի վրա։ Ըստ Հայաստանում հաշվառված սպառողական զամբյուղի, մարդիկ իրենց եկամուտի 55%-ն օգտագործում են սննդին, իսկ դա նորմալ չէ։ Գների աճը դա բնական երևույթ է, պարզապես խնդիրն այն է, թե որ եկամուտները, այդ թվում և աշխատավարձ, թոշակ, նպաստ, դրանք պետք է ավելի առաջանցիկ տեմպերով ավելանան։ Քաղաքակիրթ աշխարհում, եթե գները աճում են 3-4%, նշանակում է կամ անպայմանորեն եկամուտները աճում են 5-7%-ով, և այդ գնաճը չի անդրադառնում մարդկանց կենցաղի վրա։ Առաջադեմ աշխարհում, եթե ընտանեկան բյուջեի 25%-ն ուղղվում է սննդին, դա համարվում է ծայրահեղ աղքատություն։ Մարդը չի ծնվել միայն սնվելու կամ կոշիկ մաշելու համար, իսկ մեզ մոտ 55%-ն է ուղղվում սննդին, ապա էլ ինչ է մնում մարդուն, հարցնում է Արմեն Պողոսյանը։ Իր հերթին Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը համարում է, որ գնաճը հնարավոր է արդյունավետ կերպով զսպել նախ արդյունաբերական զարգացման միջոցով։ Դրա համար պետք է ոչ թե ներկրված ապրանք սպառել, այլ տեղում արտադրություն կազմակերպել։ Պետք է ոչ թե հանքարդյունաբերական հումք արտահանել, այլ այն արդեն վերամշակված տեսքով։ Այս առումով Վազգեն Սաֆարյանը հայրենի կառավարության արդյունաբերական զարգացման և գնաճի զսպման քայլերը համարում է հուսադրող, սակայն ոչ բավարար։ Անի Մարկոսյան, Աշոտ Մնոյան, ՍԼԱԿ-ում։